Պարոն Հովհաննիսյան, պարզապես ընտրությունից անմիջապես հետո բարձրանալ ակցիզային հարկը նշանակում է, որ դուք պարզապես սպասել եք, որ նախընտրական շրջանում դա մեծ խնդիր չստեղծի հանրության համար եւ հանկարծ ձեր ընտրողներին չվանի եւ անմիջապես ընտրությունից հետո բարձրացնում եք։ Երբ եք ուզում, տեսեք, որպեսզի որևէ հարկ բարձրանա կամ փոփոխվի, եթե դա նվազման բան չունի, դա պետք է հաստատվի 6 ամիս առաջ։ Հիմա մենք փորձում ենք դա հաստատել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի դա կարողանա ուժի մեջ մտնել հունվարի 1-ից։ Չնայած եթե դա հետո էլ անենք, դա ուժի մեջ կմտնի ընդունումից 6 ամիս հետո։ Այսինքն այդ հաստատումը պայմանավորված է եղել նրանով, որ մենք նպատակ ունենք դա մինչև հուլիսի 1-ը ընդունել, որպեսզի հունվարի 1-ից դա կարողանա ուժի մեջ մտնել։ Մեր կարգավորումները օրենսդրական այնպիսին են, որ 6 ամիս առաջ մենք պետք է այդպիսի կարգավորումներ ընդունենք։ Ընդդիմադիրները ձեզ նաև մեղադրում են, ասում են մինչ ընտրությունները դուք այնպիսի մեծ խոստումներ եք տվել եւ այնպիսի մեծ ծրագրեր եք կյանքի կոչել, օրինակ առողջապահության ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, որը բյուջեի համար շատ մեծ բեռ է եւ դուք հիմա խնդիր եք ունենալու եւ նորից դիմելու եք պետական պարտքին։ Ձեր ֆինանսական կարողությունները, ձեր չնկատի ունեմ Հայաստանի բյուջեի ֆինանսական կարողությունները, արդյոք թույլ են տալիս, որ այ ձեր ասած նախանշած ծրագրերը առանց պետական պարտքի շարունակեն գործել։ Գիտեք, հիմա այդ որ ասում եք ինչ որ ընդդիմադիր վերլուծաբաններ ինչ որ բան են անում, ես երբեմն կարդում եմ իրանց ասածները եւ զարմանում եմ ընդհանրապես, ոնց կարելի է դա կարդալ։ Դա կարելի է կարդալը լեհերիկ չի, հələ հետո մի հատ էլ դա մեջ բերել կամ հավատալ, չգիտեմ ինչը։ Զարմանալ, չէ, ինչի։ Ես զարմանում եմ, որ ասենք ես զարմանում եմ նրանից, որ կարելի է դա լուրջ ընդունել ընդհանրապես։ 102 միլիոն եվրո եք վերցրել ապահովագրության համար պետական պարտք։ Ինչի՞ եք զարմանում։ Նման բան չի լինի։ Ուրեմն 102 միլիոն եվրո առողջապահության ապահովագրության համար։ Տեսեք, այդ վարկը դա առողջապահության համակարգի բարեփոխումներ իրականացնելու նպատակով է վերցրած։ Այդ փաթեթավորումը չի, դուք բացեք այդ համաձայնագիրը կարդացեք, իր մեջի գործողությունները կարդացեք ու տեսեք, թե ինչի են ուղղվում այդ վարկերը։ Ընդհանուր, այսինքն նույն հենց եթե կոնկրետ այդ վարկին անդրադառնանք, ապա այդ վարկի տրամադրման պայմանները այնպիսին են, որ մենք պետք է գործողությունը իրականացնենք, այդ բարեփոխումը իրականացվի եւ այդ բարեփոխումը իրականացման պայմաններում նոր այդ վարկը տրամադրվելու է։ Ընդ որում այդ բարեփոխումները կարևոր են, որպեսզի առողջապահության համակարգը ընդհանրապես ավելի լավ գործի, որը կարևոր է համընդհանուր ապահովագրություն։ Չունի այդպիսի ֆինանսական կարողություն եւ դուք հիմա վերցրել եք։ Չէ, դե ախր տեսեք, մենք պարտքը վերցնում ենք, այդ պարտքը վերցնելուց կարևոր չի այդքան փողը, ինչքան կարևոր է այն մասնագիտական աջակցությունը, որը մենք ստանում ենք օրինակ համաշխարհային բանկի հետ ծրագիր անելուց։ Որովհետեւ մենք հենց այ առողջապահության ոլորտի հետ կապված նախատեսումն այն է, որ ընտրություններից հետո խնդիրներ առաջանալու եւ ով է կանխատեսում։ Ձեր նախոսներին ասում է, որ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարներն արդեն սպառվել են։ Դե ես չգիտեմ որտեղից են ասում։ Մենք ունենք բանաձև, որով մենք հիմնադրամին բյուջեից տալիս ենք շահառուների քանակով գումար։ Եվ այդ գումարները տրամադրված են։ Ես այլ տեղեկության մասին չգիտեմ։ Խնդիրներ չեն առաջանում։ Չէ, ինչ խնդիր պետք է, եթե խնդիրը առաջանա, հասկանանք այդ խնդիրները ինչ բովանդակություն ունեն, այդ խնդիրները կլուծենք։ Այո, նոր է ներդրվել, կարող է եւ խնդիրներ առաջանան, բայց այս պահին որևէ խնդրի մասին ոչ մեկ չի խոսում։ Խոսքը նրա մասին է, որ լինելու է, այսպես ասենք, համաֆինանսավորում, կեսը տալու է պետությունը, կեսը թողնվելու է հիվանդի վրա, բայց հիմա, ասենք, ամբողջ ասենք վիրահատության ծախսերը կարող է, ոչ թե կարող է անում է միայն պետությունը։ Չէ, դե եթե դուք օրենքը կարդացած լինեիք, դուք կտեսնեիք այնտեղ, որ համաֆինանսավորման կտոր հիմա էլ կա, այսինքն կախված ծառայության տեսակից,
կախված հիվանդությունից, կախված թե այդ ինչ ձևի բուժում է, այնտեղ կարող է համաֆինանսավորում լինել եւ կարծում եմ, որ դա նորմալ է, որ այդպիսի բան պետք է լինի։ Կան ծառայություններ, որոնք անվճար են ստացվում, այսինքն համաֆինանսավորման գումար չկա։ Ես այդ դետալներին չեմ տիրապետում, թե որ ծառայության համար ինչ համաֆինանսավորում կա, բայց այդ սկզբունքը ինքնին դրված է այդ համակարգի ինքն։ Իսկ թոշակների մասով խնդիրներ կարող են առաջ։ Ոչ մի դեպ քարոզ արշավի մի մաս էր կազմում եւ Կներեք, ես բացատրել ենք, որտեղից, այսինքն ցույց ենք տվել, թե որտեղից են այդ գումարների աղբյուրները։ Հիմա երբ որ հարց էին տալիս, իսկ ինչի որոշեցիք թոշակները բարձրացնել ապրիլին եւ մինչեւ այդ չեք բարձրացնում, որովհետեւ մենք 25 թվականի համար ունեինք եկամուտների որոշակի ակնկալիքներ։ Հետո 25 թվականի ավարտին պարզվեց, որ այդ եկամուտները ավելի մեծ են, քան մեր ակնկալիքները։ Դա փոխում է նաև։ Այո, երբ որ տարին ավարտվեց, եւ մենք տեսանք եւ մենք փոխեցինք մեր կանխատեսումը 26 թվականի արդեն եկամուտների հետ կապված, որ դուք չգիտեմ հետևել եք թե չէ, մենք ունենք 30 միլիարդով արդեն ավելացրել ենք եկամուտները այս տարվա պլանավորվածի համեմատ եւ մենք պատրաստում ենք եւս 10 միլիարդով ավելացնենք։ Դու իհարկե հետագան ցույց կտա կարող է 10 միլիարդով էլ ավելացնենք, հետո ավելի շատ ավելացնենք, բայց եկամուտների հավաքագրման տեմպը տեսնելով մենք որոշեցինք, որ մենք ունենք գումար եւ վերջի տարիներին մեր եկամուտների ավելացումը պետք է արտահայտվի մեր սոցիալական ծախսերի եւ մեր սոցիալական քաղաքականության մեջ։ Իհարկե մենք վերջին տարիներին, երբ որ հնարավորություն ունեցել ենք ճշգրտումներ արել ենք մեր թոշակների օրինակ տրամադրման մեջ, մի մասը քեշբեքով եւ այլն, բայց կարծում ենք, որ արդար է, որ մեր պետության զարգացման պտուղները նաեւ քաղեն մեր թոշակառուները, որոնք հիմա արդեն նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր թոշակ են ստանում։ Ընտրությունների մասով մեկ հարցել, արդյոք ձեզ համար ընդունելի է երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարան չմտավ եւ վերաքվեարկություն ըստ էության չի իրականացվեց։ Այս ամեն ինչը ձեզ համար ընդունելի է։ Ես իրավական մասով չեմ կարող պատասխանել, որտեղ ես ընտրական օրենքի մասնագետ չեմ եւ իրանք վստահաբար որոշում են կայացրել, բայց ակնհայտ է, որ ընտրակաշարք բաժանած քաղաքական ուժերը բողոքելու ընդհանրապես որևէ բան չունեն, որ արդյունքները այդպեսին են եղել եւ ապացույցներ կան, ընտրակաշարք բաժանելու ապացույցներ կան, իսկ այտենց հիմար արտահայտություններ անելու համար, այսինքն խելքել պետք չի այտենց բան ասելու համար։ Եթե կան, ինչու ոչ մի դատարանի վճիռ չկա եւ բանտում հայտնված մարդիկ չկան։ Ես չգիտեմ, որովհետեւ երևի այդ դեպքերը չեն ուղարկվել դեռ դատարան, որովհետեւ այդ ընտրակաշարքները բաժանվել են վերջերս։ Վստահ եմ, որ երբ որ այդ դեպքերը կգնան դատարան, այդ ժամանակ վճիռներն էլ կլինեն։ Ինձ թվում է այն ձայնագրությունները, որը դուք էլ լսել եք, իրանք շատ մեծ բանը կասկածի տեղ չեն տալիս։ Դե ասում են մոնտաժված են ձայնագրությունները։ Իսկապես ընդդիմությունը ընտրել է եւ դուք բոլորին համարում եք, որ նրանք Չէ, բոլորին չենք համարում, այդպես բան ոչ մեկ չի ասել։ Ասել ենք համատարած ընտրակաշարքը բաժանվել եւ մենք ունենք համոզմունք, որ եթե այդ ընտրակաշարքը չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի այդ անհրաժեշտ տոկոսը, որպեսզի անցնեին ազգային ժողով։ Ձեր մասով էլ ասում են, որ եթե կենսաթոշակը չբարձրացներ չլիներ առողջության ապահովագրություն, այդ դեպքում դուք էլ գուցե այդքան ձայն չստանայիք։ Ով գիտի։ Բայց ամեն դեպքում Ով գիտի, ոնց են որոշել, որ տենց է։ Դե հիմա դուք ասում եք, Հետո մենք հիմա ասենք ձեր ասածը գիտեք որն է, որ կառավարությունը ամեն ինչ պետք է անի, ոչ մի լավ բան չպետք է անի։ Ինքը ստեղծված է, որպեսզի անի դա։ ոչ ընտրությունների ձեր կողմից։ 5 տարվա ընթացքում էլ է արել, ընտրություններից 2 ամիս առաջ էլ է արել, ընտրություններից 6 ամիս առաջ էլ է արել։ Եթե դուք հիշում եք, դուք ինչ էիք խոսում վերջի 3 տարիներին
ազգային ժողովի միջանցքում օրինակ առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված ասում եք ինչի չեք անում, հիմա արել ենք, ասում եք ինչի եք արել։ Դե մենք ասում ենք ինչի շուտ չեք արել։ Որովհետև դեռ պատրաստ չէինք։ Դրա մասին էլ ենք խոսացել այդ ժամանակ։ Բայց լավ, հերիքը արդեն տենց բան է։ 49% ձայն ստացավ, այսինքն գոնե 50%-ը ժողովուրդը չի ընտրել ձեզ, սա ձեզ համար արդյոք խնդրահարույց չէ, սա արդյոք չի խոսում այն մասին, որ դուք լեգիտիմություն չունեք, ինչպես որ Չէ, չի խոսում դրա մասին։ Չեն հանգստացնում ձեզ, որ 49% մարդ են ընդամենը ձայն տվել եւ դուք 50%-ը հաղթահարել եք, ընդամենը փոշիացել։ Չէ, չի անհանգստացնում, ընդհակառակը ուրախացնում է։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։